Երբ անբարոյականություն է կատարվում վարչապետի գլխավորությամբ, մայր տաճարը թողած ինքը կարգալույս եղած քահանայի հետևից է գնում, դες հարված ուր է հասցվում, փոխում է, սլակը փոխում է, այս վաղը մյուս օր այդ եկեղեցին նրանք կարող է դնեն Վատիկանի հովանու ներքո եւ տղաներ դառնա կաթոլիկ, եւ կաթոլիկներին ի վերջո մի կերպ պետք է գործի մեջ ներքաշեն, թե չէ։ Ես ասեմ, կաթոլիկ եկեղեցին միանշանակ չէ, կա հայ կաթոլիկների եկեղեցի եւ ոչ հայ կաթոլիկներ, չէ, Վատիկանը ոչ հայ կաթոլիկներ է։ Այսինքն ֆրանկներ է, չէ, ժողովրդական ֆրանկներ։ Օրինակի համար ես պարզ ասեմ քեզ, Արցախի պատերազմի ժամանակ այդ ջավախքի կաթոլիկները, որ ընդհանրապես տեղի հայերի հետ, մյուս հայերի հետ, լուսավորչականների հետ առնչություն չունեին ճշտամական հարաբերությունների մեջ էին, Արցախը միավորեց եւ բոլոր տարաձայնությունները վերացան։ Սրանք անհանգստացել են, նաեւ Վատիկանն է անհանգստացել, որ հայրենիքի գաղափարը կարողանում է հավանաբանական տարաձայնությունները վերացնել, Արցախը եւ այլն, եւ սկսում են պարակտման կրակի վրա նոր հայտ գցել։ Դրա համար մենք ունենք մի կարգախոս, որով ես ուզում եմ այս մեր զրույցի ավարտել, այդ կարգախոսը գալիս է դարերով եւ նա միշտ արդարացնել է իրեն եւ դրա բովանդակությունը շատ մեծ է։ Մեր Եղիշե Հայրապետի անմահ գրքից է։ Հայերը Ավարայրի դաշտում ունեին մեկ կարգախոս. «Վասն հայրենյաց, վասն հավատո», կամ հակառակ, այն ժամանակ այսպես է. «Վասն հավատո, վասն հայրենյաց», որովհետեւ եթե չկա հավատ, չկա հայրենիք։ Մայր հայրենիքը, հոգին, հավատը հոգին է, մարմինը հայրենիքը, իրարից դրանք անջատեցիր, առանձնաբար կմահանան։